Մյուս կետը դա ամսական մինչև 10 կՎտ էլեկտրաէներգիա, այսպես կոչված փակ դռներ սպառող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբանության վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի էլի զերոական դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով 100% արտոնություն, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղբի առաջացումը պայմանավորված է տվյալ տարածքում բնակվող անձանց գործունեությամբ, արտոնության տրամադրման հիմքում դրվել են հետևյալ երկու ցուցանիշները, մյուս կետով Առաջին Երևան քաղաքում բնակարանների միջին մակերեսը, որը կազմում է շուրջ 70 քառակուսի մետր, դրանից ելնելով 65 քառակուսի մետրը գերազանցող մասով տրամադրվում է արտոնություն եւ երկրորդը այն իրողությունը, որ բնակելի մակերեսի մեծացմանը զուգընթաց բնակվող անձանց թիվը չի ավելանում նույն համաչափությամբ։ Դրանից ելնելով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետր գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50%-ի չափով արտոնություն, իսկ կանատական բնակելի տների համար, քանի որ իրենց միջին մակերեսը ավելի մեծ է, 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր մակերեսի համար 75% արտոնություն, ինչպես նաև առանձին կանգնած, այսպես ասած, ավտոտնակների համար, առանձին շինությունների համար եւս 100% արտոնություն։ Այսպիսով հաշվի առնելով, որ մինչև 90 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանները կազմում են ընդհանուր բնակարանի ֆոնդի մոտ 90%-ը, կարող ենք եզրակացնել, որ բնակարանների սեփականատերերի շուրջ 90%-ի համար աղբանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ կանատական բնակելի տների համար միջինում 500-ից 1300 դրամի սահմաններում։ Նաև նշեմ, որ նախագիծը ստացել է Արտադրության նախարարության պետական փորձագիտական դերական եզրակացություն եւ սույն նախագծի մասով առարկություններ չեն ներկայացվել։